Ազգային ժողովը 2026 թվականի հունիսի 18-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Մոտ 1 տարի անց ուժի մեջ մտնող նոր օրենսգրքի դրույթների մասին մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Նոր օրենսգրքի կարգավորումներով վերանայվում են սնանկության վարույթների մի շարք առանցքային ինստիտուտներ, փոփոխվում են սնանկության շեմերը, ավելի հստակ սահմանվում է անվիճելի պարտքի հասկացությունը, ներդրվում է պարտքից ազատման առավել հստակ եւ չարաշահումները բացառող մեխանիզմ, ինչպես նաեւ ընդլայնվում են ֆինանսական առողջացման գործիքները։ Օրենսգիրքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 1 տարի անց։ Սնանկության մասին օրենսդրությունը տնտեսության կարևորագույն կարգավորող գործիքներից մեկն է։ Տնտեսությունը անընդհատ զարգանում է եւ այս զարգացման ընթացքում ինչպես նորություններ են հայտնվում, այնպես էլ արկա կարգավորումները որոշակի փոփոխությունների կարիք են ունենում եւ այս տեսանկյունից ուզում եմ արձանագրել, որ գործող սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում արկա են բազմաթիվ սահմանադրական դատարանի որոշումներ այս կամ այն դրույթի մեկնաբանման վերաբերյալ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնցով Վճռաբեկ դատարանը մոտեցում է արտահայտել այս կամ այն կարգավորման վերաբերյալ։ Նոր օրենսգիրքը ըստ էության ամփոփել է այդ ամբողջ կարգավորումները, ինչպես նաև լուծում է նախատեսում այն բոլոր խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեին եւ գործող օրենքով կարգավորված չեն։ Այս տեսանկյունից ակնհայտ է, որ նոր օրենսգիրքը բազմաթիվ քայլեր առաջ է եւ իր մեջ ներառում է էական կարևոր փոփոխություններ։ Սնանկության վարույթ հարուցելու հիմքերը նոր օրենսգրքով ենթարկվել են էական վերանայման։ Մասնավորապես ավելի հստակ են սահմանվում այն չափանիշները, որոնց առկայությամբ պարտքը կարող է համարվել անվիճելի եւ հիմք հանդիսանալ սնանկության վարույթ սկսելու համար։ Այս փոփոխությունները միտված են իրավական որոշակիության բարձրացմանը եւ սնանկության վարույթի հնարավոր չարաշահումների կանխմանը։ Սա ամենասպասված փոփոխություններից մեկն էր, ինչ էր այսօր կատարվում, հարկադիր կատարողայից հարուցում էր կատարողական վարույթ, սկսում էր բռնակազմման գործընթացը, պարտապաններից շատերը ուղղակի դիմում էին դատարան, որպեսզի, այսպես ասած, խուսափեին բռնակազմման գործընթացից։ Դրանով իսկ ձգձգվում էր կատարողական գործողությունները, քանի որ կատարողական վարույթի մասին օրենքով եւ նախկինում նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով դատարան դիմել է հիմքեր հարկադիր կատարողի համար ուղղակի կատարողական վարույթը կասեցնելու համար։ Այսպիսով կարելի ասել, որ սնանկությունը դարձել էր կատարողական վարույթից եւ հարկադիր կատարման ծառայությունից խուսափելու ապաստարան։ Ինչ արեց այսօր օրենսդիրը, խստացրեց կանոնները եւ սահմանեց որոշակի նոր չափանիշներ, թե ինչ է նշանակում անվիճելի պարտավորություն։ Այսօր ցանկացածանց չի կարող ուղղակի գնալ դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի իրեն սնանկ ճանաչի։ Նախ պահանջատերը պետք է դիմի հարկադիր կատարման ծառայություն։ Ծառայությունը գործադրելով իր ողջ գործիքակազմը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ապահովի ուժի մեջ մտած ակտի կատարումը։ Եթե հարկադիր կատարողը ֆիքսի, որ այո, պարտապանը չունի գույքի եւ եկամուտներ, որոնք հնարավոր է բռնագանձել, նոր միայն դա կդառնա բանալի, որպեսզի բացվի սնանկության դատարանի դուռը։ Ինչ վերաբերվում է առանձին դեպքերի կամ այսպես ասած չարաշահումների, դրանք կարող են լինել, չենք բացառում, բայց միանշանակ ես վստահ եմ, որ նոր օրենսգրքի ընդունումը այս ձգձգումներն ու չարաշահումների շրջանակը միանշանակ նեղացնելու է։ Նոր կարգավորումներով փորձ է արվում ապահովել պարտատերերի իրավունքների պաշտպանության եւ բարեխիղճ պարտապանների շահերի միջև հավասարակշռությունը։ Միաժամանակ պահպանվում է դատական ակտերի արդյունավետ եւ ժամանակին կատարման սկզբունքը, որը շարունակում է մնալ հարկադիր կատարման համակարգի առանցքային նպատակներից մեկը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական անձանց կողմից սնանկության վարույթի չարաշահման միտում կա։ Գործող սնանկության օրենքով ֆիզիկական անձը ազատվում է իր պարտավորություններից, եթե ճանաչվում է սնանկ եւ սնանկության վարույթը տևում է առնվազն 6 ամիս։ Իրավաբանական անձանց դեպքում օրենսգրքով սահմանվեց, որ իրավաբանական անձը կարող է սնանկ ճանաչվել, եթե արկա է 5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություն, հաշվանցի հնարավորության բացակայություն եւ անվիճելի է այդ պարտավորությունը, իսկ պարտավորությունը անվիճելի է համարվում, եթե արկա է ուժի մեջ մտած դատական ակտ կամ դրան հավասարեցված այլ ակտեր, օրինակ արբիտրաժային տրիբունալի որոշում կամ նոտարական կարգով հաստատված որոշում կամ վճարման կարգադրություն եւ այլն, եւ ֆիզիկական անձանց դեպքում սահմանվեց
որ արկա են այս նույն հատկանիշները, այսինքն 5 միլիոնից գերազանցող պարտավորություն, նաև մեկամսյա ժամկետով կետանց, բայց ֆիզիկական անձի դեպքում ի տարբերություն իրավաբանական անձանց անհրաժեշտ պայման է սահմանված, որ պետք է ֆիզիկական անձի մասով վճիռը ներկայացված լինի հարկադիր կատարման եւ արդյունք տված չլինի, այսինքն կատարման ներկայացրած պարտատիրոջ պահանջը բավարարված չլինի կամ կատարողական վարույթը կասեցված լինի այն հիմքով, որ պարտապանի գույքի արժեքը 2 միլիոն եւ ավելի չափով պակաս է տվյալ պարտապանի նկատմամբ ներկայացված բոլոր պահանջների հանրագումարից։ Ֆիզիկական անձանց մասով փոփոխությունը ներառվել է ոչ միայն նոր օրենսգրքում, այլ նաև սնանկության մասին գործող օրենքում։ Օրենքում կատարվել է համարժեք փոփոխություն, որը ուժի մեջ է մտնելու առաջիկա օրերին, հրապարակման օրվանից 10 օր անց։ Գործող նախագծով էականորեն փոփոխվում են ինչպես սնանկության շեմերը, այնպես էլ անվիճելի պարտքի հասկացությունը։ Մի կողմից բարձրացվում է պարտքի նվազագույն շեմը, մյուս կողմից սահմանվում են ավելի խիստ չափանիշներ սնանկության վարույթ սկսելու համար։ Տարբերակենք երկու չափանիշ։ Առաջին, եթե այո, անձը վճարունակ է, ընկերությունը վճարունակ է, հարկադիր կատարողը պարտավոր է օր առաջ ապահովել օրինական ուժի մեջ մտած դատական կամ այլ ակտի հարկադիր կատարումը եւ դրանով իսկ վերականգնել պահանջատիրոջ խախտված իրավունքը։ Բայց հաջորդ չափանիշը դա կոլեկտիվ արդարությունն է։ Այսինքն, եթե ծառայությունը տեսնում է, որ սնանկությունը անխուսափելի է եւ սնանկությունը արդեն պատմություն է, թույլ չի տա, որպեսզի ով առաջինը հասավ, նա կարող է հաղթել այդ սկզբունքը գործի, այլ պարտավոր է կասեցնի կատարողական վարույթը, դրանով իսկ հնարավորություն տալով բոլոր պահանջատերերին, որպեսզի ստանան իրենց բավարարումը։ Ուստի այս դեպքում է, որ եւ նախկին օրենքով եւ արդեն նոր օրենսգրքով վրա է հասնում, այսպես ասած, սառեցման մորատորիումի ինստիտուտը, որի համաձայն հարկադիր կատարողը միանշանակ կկասեցնի, իսկ հետագայում լիովին կվերացնի իր սահմանափակումները, հնարավորություն տալով բոլոր պահանջատերերին արկա գույքի շրջանակներում համամասնորեն ստանան իրենց բավարարումը։ Նոր օրենսգիրքը մեկ փաստաթղթում միավորում է սնանկության ոլորտի նյութական եւ դատավարական կարգավորումները, վերացնելով նախկին իրավակարգավորման ընթացքում արկա մի շարք բացեր եւ իրավական անորոշություններ։ Ֆիզիկական անձանց սնանկության վարույթում ավելի մանրամասն են սահմանվում գույքի վաճառքի, աշխատավարձից գանձումների, պարտքից ազատման եւ սնանկությունից հետո կիրառվող սահմանափակումների կանոնները։ Բարեխիղճ ֆիզիկական անձանց դեպքում իր հետ օրենքի փոփոխությունում ներառվել է նաև այսպես ասած հնարավորությունների ինստիտուտ գործիքներ, որ ինչու է կայանում դրանց էությունը, այսպես ուրեմն բարեխիղճ ֆիզիկական անձը կունենա ֆինանսական առողջացման հնարավորություն։ Բարեխիղճ ֆիզիկական անձը կարող է իր վարքը ձևավորել սնանկության վարույթի, մասնավորապես կառավարչի դատարանի հետ համագործակցելով, պարտատերերի այդ թվում, համագործակցելով եւ առաջարկելով պարտավորությունների մարման իր մեխանիզմները, օրինակ ֆինանսական առողջացում կամ իր եկամուտների միջոցով պարտավորությունների մարման ուղղված գործողությունների կատարում։ Ներդրվել է կառավարչի կողմից պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության գործիքակազմ։ Այսուհետ կառավարիչը կարող է ստուգել, արդյոք պարտապանը կատարել է կասկածելի գործարքներ, գույք կամ եկամուտներ է թաքցրել եւ այլն։ Օրենսդրական փոփոխություններով վերանայվում են նաեւ սնանկության կանխարգելման, ֆինանսական առողջացման, սնանկության կառավարիչների գործունեության եւ անդրսահմանային սնանկության վարույթների կարգավորումները, որոնք նպատակ ունեն ձևավորել առավել արդյունավետ եւ ժամանակակից սնանկության համակարգ։ Այն կնպաստի ինչպես պարտատերերի իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ կենսունակ ձեռնարկությունների պահպանմանը։ Հարկադիր կատարման առաքելությունը չի փոխվում։ Կրկին մենք շարունակելու ենք ապահովել կատարման ենթակա ակտի հարկադիր կատարումը։ Բայց օրենսգիրքի տրամաբանությունն այն է, որ եթե օրինակ բիզնեսը կենսունակ է, պետք է նրան շանս տալ, որպեսզի ապրի։ Այսինքն գույքի արագ իրացումը, կոպեկներով պարտապան ընկերության գույքերի իրացնելը շատ դեպքերում դա լավագույն լուծումը կարող է չլինել։ Երբ որ դիմումը կընդունվի վարույթ, հարկադիր կատարողը կկասեցնի կատարողական վարույթները եւ որևէ գործողություն չի անի, իսկ երբ որ արդեն առողջացման ծրագիրը կհաստատի դատարանը, արդեն հարկադիր կատարողը կվերացնի արկա սահմանափակումները եւ արդեն առողջացման ծրագիրը կսկսի գործել։ Այսպիսով օրենսդիրը գնացել է այն ճանապարհով, եթե հնարավոր է, պետք է փրկել բիզնեսը, այսպես ասած, իսկ որտեղ անհնար է, նոր անցնել բռնագանձման գործողություններին։ Օրենսգիրքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 1 տարի անց,
հաջորդ տարի ամռանը, ինչը հնարավորություն կտա պետական մարմիններին եւ իրավակիրառողներին նախապատրաստվել նոր կարգավորումների կիրառմանը։ Այս ընթացքում կարևոր նշանակություն կունենան իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը, թվային համակարգերի հարմարեցումը եւ միջգերատեսչական համագործակցության արդյունավետ կազմակերպումը։ Մինչև սնանկ ճանաչվելը օրենսգիրքը նախատեսում է բանակցությունների հնարավորություն, սնանկ ճանաչելու հարցը որոշելու ժամկետը երկարաձգելու, ուրեմն օրենսգիրքը սահմանել է այսպիսի գործիքակազմ։ Կողմը կարող է դատարան ներկայացնել սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու ժամկետը 3 ամսով երկարաձգելու միջնորդություն, որի ընթացքում հնարավորություն կունենան բանակցել պարտատերերի հետ եւ գալ կոնսենսուսի, այսպես ասած, եւ կա երկրորդ նաեւ հնարավորությունը, որ եթե այդ 3 ամսում գործողությունները, այսպես ասած, ռացիոնալ են եղել եւ հերվում լույս է երևում, այսպես ասած, առողջանալու, ապա պարտապանը կամ պարտատերը կարող են դիմել եւս 3 ամսով երկարաձգելու, այսինքն օրենսդիրը փորձել է մաքսիմալ հնարավորություն տալ պարտապանին, պարտատերերին առանց սնանկ ճանաչվելու լուծել այդ խնդիրը։ Նոր եթե նախանշածս 3 գումարած 3 ամիսների ընթացքում հարցը չի կարգավորվում, նախատեսված է սնանկության վարույթ։ Ի տարբերություն գործող օրենքի, սնանկության օրենսգրքի բարեփոխումներով նախատեսվում է, որ ֆինանսական առողջացման ծրագիր կարող է ներկայացվել նաև այն դեպքում, երբ պարտապանի նկատմամբ արդեն իսկ սկսված է լուծարման վարույթ։ Նման միջնորդություն կարող է ներկայացնել սնանկության կառավարիչը։ Մյուս գործիքը կանխարգելիչ վերակառուցման վարույթն է։ Սնանկության նախնական փուլում կողմը կարող է դիմել եւ ասել, որ հարգելի դատարան, մենք ունենք, այսպես ասած, առողջացման մտադրություն, խնդրում եմ մեզ ժամկետ տվեք կանխարգելիչ վերակառուցման վարույթ իրականացնելու, դրա էությունը կայանում է նրանում, որ ներկայացվում է կանխարգելիչ վերակառուցման միջնորդություն, դատարանը տրամադրում է ժամկետ, այդ ժամկետում կողմերը բանակցում են, միգուցե պարտավորությունների վերակառուցում են կատարում, որոշ մասով պարտավորությունների զիջում պարտատերի կողմից եւ ներկայացվում է կանխարգելիչ վերակառուցման ծրագիր։ Եթե այդ ծրագիրը հաստատվում է, ապա այդ ծրագրին համապատասխան իրականացվում է պարտավորությունների մարում եւ ըստ էության լուծարման գույքի վաճառքի փուլ չի սկսվում։ Սրանք կարևոր գործիքներ են, որոնք ես կարծում եմ, որ կնպաստեն բարեխիղճ պարտատերերի կողմից իրենց իրավունքները լիարժեք պաշտպանելու եւ տնտեսություն առողջացած վերադառնալու համար։ Նոր օրենսգրքով իրավաբանական անձանց են հավասարեցվել բոլոր անհատ ձեռնարկատերերը, որոնց պարտավորությունները գոյացել են բիզնես գործունեության ընթացքում։ Նախապատրաստական փուլում կարևորվում են համակարգային վերազինումները, հետագայում օրենսգրքի անխափան կիրառությունն ապահովելու համար։ Կարծում եմ հարկադիր կատարման ծառայությունում պետք է իրականացվեն թվային փոփոխություններ եւ երկու համակարգերը եւ հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային համակարգը եւ սնանկության էլեկտրոնային համակարգը պետք է ինտեգրվեն իրար հետ, ինչպես նաեւ իրականացնենք վերապատրաստումներ հարկադիր կատարողների համար, քանի որ օրենսգրքում շատ հոդվածներ, շատ իրավիճակներ ուղղակիորեն առնչվում են հենց հարկադիր կատարողին։ Ինչու է դա կարևոր։ Մենք նշեցինք եւ գիտենք, որ այսօր հարկադիր կատարողի հենց որոշումն է, այսպես ասած, տոմս դեպի սնանկության վարույթ։ Ուստի հարկադիր կատարողի ավարտի որոշումը պետք է լինի շատ օբյեկտիվ, պետք է լինի ամբողջական, այսինքն հարկադիր կատարողը գործադրելով իր բոլոր գործիքները պետք է ֆիքսի, որ այո, պարտապանը չունի գույք կամ եկամուտներ եւ ավարտի կատարողական վարույթը եւ այդ բոլոր նյութերը, ավարտի որոշումները, գույքագրումները, հասցե այցելությունները եւ այլն էլեկտրոնային եղանակով վարկյանական պետք է հասնի սնանկության դատարանին։ Ուստի դրա համար որպես կարճաժամկետ, այսպես ասած, հեռանկար պետք է ամեն ինչ անել, որպեսզի ինտեգրվեն երկու էլեկտրոնային համակարգերը, եթե սնանկությունում առկա կլինի եւ կարծում եմ առկա կլինի նաեւ էլեկտրոնային համակարգ, ինչպես նաեւ վերահարկադիր կատարողները վերապատրաստվեն օրենսգրքի դրույթների վերաբերյալ։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է չարաշահումների նվազեցում։ Նոր օրենսգիրքը բարեխիղճ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար ֆինանսական առողջացման ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այս գործում կամուրջ կլինի անհատական բռնագանձումներից դեպի կոլեկտիվ արդարադատություն։